Ան, ես ինչ ա վիճակդ։ Սենց եմ եկել տուն։ Ոնց գնացի ծնունդ ու ոնց հետ եկա։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Get ready with me սկսում եմ լողանալուց, որովհետև մազերիս վրա հալ վիճակ չկա, դրա համար պետք է լողանամ, որ մազերը սկզբից սարքենք, հետո նոր անցնենք մեյքափին եւ դեմքին։ Ժամը 11-ից պատրաստվում եմ, ինչ արթնացել եմ, որ հասցնեմ երեկոյան ժամը 6-ին, որովհետև ես միշտ ուշանում եմ։ Ես շատ արագ եմ պատրաստվում, բայց խեմ միշտ ուշանում։ Վերջում միշտ մի բան այն չի լինում, թե ինչ։ Կշուտանամ, որ չուշանամ։ Գնացի լողանալու, let's go։ Ան, ես ինչ ես անում։ Ճիշտ ասած, գլուխս եմ լվանում, որովհետև կացան մեր փչացել է տաք ջրի, ու հիմա ստիպված գլուխս են 90-ականների ձևերով եմ լվանում, չեմ դեմ ուրա կամերան, որ դեղնայ։ Ստեմին տեղ այդ լավա։ Ծնեմ արդու ես։ Ցուրտ։ Որը լավ լողա չի գլուխս։ Շատ լավ է, կարաս սենց է գնաս։ Ասենք շնոր։ Մեր ձնե մարդուկի մաքուր գլուխը ասենք շնոր համար։ Շնայց քո դեպքում ձնե մորքուր ես։ Ասենք լուզեր, որ ծնունդ ա գնում է։ Օշնում եմ քեզ Աննա ջան։ Լավ չես լսում, ես ինքնուրույն կելամ ավեր մազերը։ Կարամ ձերքով օգնեմ, բրդեմ խորտակեմ։ Դավայ, լողացի։ Տենց արկածներով լի գլուխս լվացի, հետո լասում են ինչ ես ուժամ, ես բաներ ալինում, որ ուշանում եմ։ Դիմակ կդնեմ, որ մաշկոս պապկի, ես մեղրի դիմակը կդնեմ, մեղրի համով։ Ինքերս։ Հիմա դիմակս արդեն հանել եմ, պաչեր եմ դրել, սկզբից աչկերս կքսենք, մեյքափես որ մի քիչ ուրիշ ա լինելու, որովհետև ես չեմ անելու աչկերս, ես չեմ քսելու է հարսիկ-վարսիկը։ Նա իհա քեզ վստահել եմ, նես չանես, փոշմանեմ։ Ծաղի քեզ ա կես սարքեմ։ Իդեպ ասեմ, մենք մինչև մեյքափը անում ենք, մեր կացան արդեն սարքեցին, դենց որ ես կարա ուղղակի ոտս կախքցեի մի 20 րոպե ու նորմալ մարդավարի լողանայի։ Աչքերս արեցինք, վերջացրեցինք, քսեց, հարսիկը չի հիասթափացրեց, իրական շատ ա դուրս գալիս, ուրիշ ոճով ենք արել այս անգամ։ Ես կպցնեմ, որ ոնց ազդում ես ձենը, որ հարևանները շուխուռնան։ Ես կպցնեմ, որ չտանալնի, օտվի նոր ֆենած մազերս։ Նորաձև սպոնժիկները, որ հիմա շատ մոդա է։ Հարմարն է, որ իրան հեշտ է շատ լվանալը, տոնային կրեմը վրան չի մնում։ Կա երկար, տոպ անես, որ նստի տոնայինը։ Չոպես դուր շատ եղավ։ Պետք է լավ ուժեղ տոպ ասնես, ու ինքը նստում է վրան էլ շատ չի մնում այս տրենդային սպոնժիկների։ Իրական ավելի արագ ստացվեց, քան ես էի պատկերացնում, բայց ժամանակի առումով ասեմ, որ ժամը արդեն այսինչ աղմուկ է լսարանում 15:00 է։ Լոս եմ փորձում։ Հոտ ինչ անուշ։ Այսօրվա իմ լուքը էս է լինելու, գիտեք իմ սիրելի գույնը, pink սապոկներով, ուղղակի դեռ չեմ հարթուկել, կհարթուկեմ, եղունգներս էլ բռնացրել էի։ Հենց մեկ էլ աքսեսուարները որոշեմ ինչ եմ կրելու, ականջողերը սրանց մեջ եմ տատանվում, տեսքի առումով ամենաշատը էս կսազի, էս սրանց հետ։ Ների մեջ չեմ կարող կողմնորոշվեմ, երեքն էլ նույն գույների մեջ են, սրտիկներով, այսպիսի տարբերակ էլ կա, ուլունքները առանց սրտիկի, մեկ էլ այս էլ եմ մտածում կարելի է կրել։ Իմ վերջնական տեսքը գնահատեք, վզնոցը սա ընտրեցի, դրան համապատասխանական ջողերը սրտիկով,
Այս մյուս կողմը սա, մատանիներս, էլեգանտ այս տեսքով ես կգնամ եւ կատաշամռաբիզ երկերի տակ։ Տաշ։ Պայուսակը որոշեցի, սա կբռնեմ։ Կարող եք կոմենտներում գնահատել իմ տեսքը։ Կարող եք չգնահատել։ Հետո վրայից հագայից վարդագույն վերարկուն ու տանից դուրս գալուց լուքս այսպիսին էր։ Արդեն ճանապարհին եմ, գնում եմ ռեստորան, քաղաքի սիրուն տեսարանը վայելելով հասանք տեղ։ Ասենք այնքան շուտ եմ եկել, դաժե հյուրերը չեն եկել, դաժե սեղանները դրած չնայեք։ Ասենց բաց, հոբելյանն էլ չեկել։ Հետո վերջապես բոլորը հավաքվեցին, սեղանն էլ արդեն պատրաստ էր ու սկսեցինք ուտելու փուլը։ Իսկ խորովածը շատ լավ բան է, ջան, դուդույ։ Հետո մի քիչ պարեցինք։ Հետո էլի կերանք։ Հետո տորթը կտրեցինք, երանք ու եկանք տուն։ Աննա, ի՞նչ է վիճակդ։ Ինչա վիճակս։ Էլի ալարել ես, շպարդ մաքրես։ Չէ, պրոստը իսել արկեմ վերջացել էր, ուղղակի լվացվեցի։ Ու մեյքափս չանցավ, ուղղակի լվոզվեց։ Իրականում ես այսպես եմ վերադարձել տուն։ Շրթներկիցս բան չի մնացել, հետք ոչ մի։ Դե ով էլ այդքան ուտեր, բնականաբար շուրթներկ չէր մնա։ Աչքերս պահպանվել է, կարծես թե։ Տոնային highlighter դրանք էլ չկա, ոչ հետքը չի մնացել։ Մազերս է գզգզված ու ուռած։ Իրականում ինձ եմ ալարում, գնամ մաքրեմ մեյքափս, որովհետև հոգնած եմ։ Այս պահը չեմ սիրում։ Պատրաստվել ավելի հեշտ է։ Լրիվ կեղծ ասեմ, ինչքան հոգնասին եմ, ես մեյքափով երբեք չեմ քնում։ Երբեք։ Մեյքափով չեմ կարող քնեմ, ահա որ անհանգիստ կլինեմ, այնքան մինչև մեկը կմաքրեմ, նոր կգնամ կպարկեմ կքնեմ։ Գնանք իրար հետ անենք night skin care։ Հետո պետք է գամ սենյակս էլ դասավորեմ, որովհետև մեյքափի սեղանը լրիվ ծբխված վիճակում է։ Չեմ կարողանա հանգիստ քնեմ, դրա համար ամեն ինչ կանեմ, նոր հետո կպարկեմ քնելու։ Let's go։ Հիմա իրոք մաքրում ենք մեյքափը ու անցնում ենք երեկոյան դեմքի խնամքին։ Ես հիմա ուղղակի միցելարային Միցելալալային։ Այն ջրով։ Հեսա արագ դեմքս կմաքրեմ սրանով։ Դիմահարդարը հեռացնելու այդ բոլոր նյութերից իմ դեմքը կարմիր է, ես մաքրելուց հետո մի հատ էլ լվացվում եմ։ Ատամներս լվանամ։ Իրական գիշերվա ինչ-որ հստակ տենց ռուտին չունեմ, կամ գիշերային կրեմ եմ հետո քսում լվացվելուց հետո, կամ նույնիսկ ցերեկային կրեմն եմ քսում, ուղղակի փափկեցնող, կամ սիրում եմ քսում։ Ուղղակի գիշերային կրեմը կքսեմ, որովհետև ես մի քիչ ավելի փափուկ է, ու ասած զգացի, որ մաշկս չորացել է, որ Մերսեի դեմքս ավելի լավ կլիներ, բայց չեմ անում։ Ուղղակի մատներով այսպես կանենք ու կգնանք քնելու հավեսնի։ Ինչ լավ է գնանք քնելու։ Բաժանորդագրվիր իմ ալիքին, եթե ուզում ես տեսնել վլոգներ, անբոքսինգներ, ուրախ վիդեոներ, հումորային լիքը ուրախ ու հումորային վիդեոներ կարաս գտնես իմ էջում, հաջորդիվ կարող ես նայել, թե ինչպես ես 24 ժամ դիմացա կամ չդիմացա ներվայնանալու չելենջին, բոլորի սրտիկները մամ, ես գնացի քնելու բարի գիշեր, comment, like, let's go։